Առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստան այցելած ՄԱԿ-ի հատուկ զեկուցողն ուսումնասիրում է Հայաստանում երեխաների վաճառքի ու սեռական շահագործման դեպքերն ու պատճառները։ Հայաստանն այն բացառիկ երկրներից է, որտեղ երեխաների վաճառքի դեպքերը խիստ հազվադեպ են։ Ես փորձեցի տվյալներ հավաքել ոստիկանությունից, դատախազությունից ու պատասխանատու կառույցներից։ Արդյունքը գոհացնող էր։ Ճիշտ է, Հայաստանում երեխաների վաճառքի դեպքերը քիչ են, բայց վերահսկողության բացթողումներ կան։ Փորձագետի կարծիքով խնդիրները հիմնականում առնչվում են ազգային փոքրամասնությունների ավանդույթներին։ Հեռավոր գյուղերում ու եզդիական համայնքում օրինակ տարածված են վաղ ամուսնությունները։ Մյուս խնդիրը համացանցի հասանելիությունն է։ Երեխաների սեռական շահագործումը շատ հաճախ տեղեկատվական տեխնոլոգիաների մատչելիության պատճառով է։ Ձեր երկրում համացանցը ունի 80% տարածում, դա շատ մեծ թիվ է։ Համացանցից օգտվող երեխաները միշտ չէ, որ գիտեն հնարավոր ռիսկերի մասին ու պաշտպանված չեն դրանցից։ ՄԱԿ-ի փորձագետն անկեղծորեն խոստովանեց, որ տպավորված է հայաստանյան ցուցանիշներից։ Նրա խոսքով այդ վիճակագրության հիմքում հայկական ընտանիքներում երեխաների հանդեպ հոգատարությունն է։ Այդա Կարապետյան, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական։